Դեկտեմբերի 22-ին տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայեն փողոցում տղամարդու դիկա պարզվել է, որ մահացածը Գյումրիի բնակիչ 1974 թվականին ծնված Հովհաննեսն է։ Պարզվել է, որ նա մեկ այլ անձի հետ ոգելից խմիչք է օգտագործել կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապացույց կրտուկ, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննեսը մահացել է։ Գյումրու 50-ամյա բնակիչը ձերբակալվել է Վանաձորում սպանությունը կատարելու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ ոստիկանության նախկին ծառայողը կաշառքի միջնորդության պատրվակով մի շարք անձանցից 2024 թվականի ընթացքում ստացել է տարբեր չափի դրամական միջոցներ, յուրաքանչյուր դեպքում 250-ից 400,000 դրամ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընթացակարգերի շրջանցման վարորդական վկայականներ ստանալուն, որոշ դեպքերում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը վերականգնելուն։ Դեկտեմբերի 18-ին տեղեկություն է ստացվել, որ Գալակերտ ռեստորանից գողություն է կատարվել։ Երևանի բնակիչ 32-ամյա Արշակը հայտնել է, որ իրեն պատկանող ռեստորանի հետնամասի պատշգամբի դռան բաց լինելու հանգամանքից օգտվելով մուտք են գործել ներս, գողացել դրամարկղը, որի մեջ եղել է 4 միլիոն դրամ գումար։ Դեկտեմբերի 18-ին տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Իրանի երկու քաղաքացի 23-ամյա Սարամատ Յադոլանը եւ 26-ամյա Կարամի Մասուդը։ Վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Թունել Սաադ արինաընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հյուսիսարավ ավտոմայրուղու շրջանակներում Մեղրի քաղաքում կառուցվող թունելում ամրաշինական աշխատանքներ կատարելիս Hyundai Մակնիշի էքսկավատորի բեռնիչը պոկվելու եւ դրա անամրացված մետաղական զամբյուղի հետ մոտ 2.5 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Դեկտեմբերի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել եւ ընկերների ներկայությամբ մահացել է։ Նա 29-ամյա Բորա Ռաուլն է, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի 39-ամյա բնակիչն իր Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մաքսանիմ ճանապարհով ծխախոտ է ներկրել եւ վաճառելու նպատակով տեղափոխում է Երևան։ Դեկտեմբերի 13-ին Մեղրի Երևան ավտոճանապարհին Ford Transit-ը հայտնաբերվել է։ Վարորդը տեղափոխվել է բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է առանց աքսիզային դրոշմանիչների 3388, իսկ մեքենայում 3000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։ Դեկտեմբերի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում Opel Մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։ Մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հրաժեշտ փրկարարները մարել են Opel-ում բռնկված հրդեհը։ Դեկտեմբերի 19-ին Վարդենիսում 43-ամյա Գրիգորն իր վարած Volkswagen Մակնիշի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Մարոյին, վարորդը փախուստի չի դիմել, վրայերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել հիվանդանոց։ Դեկտեմբերի 19-ին Վարսեր գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վահեն իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել հետիոտն Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Թամարային, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վրայերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 19-ին Երևան Արմավիր ավտոճանապարհին բախվել են Ford Transit եւ Mercedes Շալանդ բեռնատարները, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 19-ին Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի բնակիչ 59-ամյա Արմենի վարած թիվ 40 երթուղին սպասարկող Ժոնգտոնգ ավտոբուսը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արտակի վարած Մուսթանկ, Երևանի բնակիչ 35-ամյա Դավիթի վարած Volkswagen եւ Ռուսաստանի քաղաքացի 55-ամյա Արսենի վարած Toyota Մակնիշի ավտոմեքենաները։ Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 19-ին Գառնի գյուղում բախվել են Nissan March եւ BMW մակնիշի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 19-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 VAZ-2107 մակնիշի ավտոմեքենա, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 20-ին Աբովյան քաղաքում բախվել են Kia, Honda, Mercedes մակնիշի ավտոմեքենաները եւ թիվ 50-րդ երթուղին սպասարկող մարդատար Գազելը, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, Գազելի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Դեկտեմբերի 20-ին Վանաձորում բախվել են 2 Opel Astra ավտոմեքենաներ, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 20-ին Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենաները, վերջինը բախվել է նաեւ ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար նախատեսված տեխնիկային, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։